Սրույց փորձել եք գալ, տավելա նորմալ։ Շատեք վիդեոն նայ։ Դիզը վեց կանես տալվը, դա։ Որը։ Հետ տես, որ տրամաբանական բանով գալիս ես, դու խառնել բաներ չունես, բայց հա դե նորմալ է, որ մի անգամ ինչքի։ Վիկտորիա ջան մեզ լսում ես, բարև։ Հստակ էկրան մեջ ֆիլմանում։ Քանի բոլորդ այստեղ եք, ժողովուրդ իրականում ինձ համար շատ բարդ, բայց ես կատարեցի այդ որոշումը։ Մի խոսքով մեր բանի դասերը արդեն ժամի 5-ին կլինեն բոլորը, բացի դե մեր շաբաթ օրվա դասից, եկեմ մի հատ ասենց բան, եթե մենք ուրբաթ կարողանանք անենք ու 5-ին բոլորին հարմար կլինի, որ Գուրգենի ասած այդ 5-շաբթի ուրբաթը անքում խոսք չի գնա։ Երկու շաբթի, 4 շաբթի ուրբաթ ժամը 5-ին, թե դու ճամփորդին ես ուրբաթ։ Մասնա։ Մի քվեարկությունով ոնց, Վիկտորիա դու ինչ էիր ասում բանի մասով։ Հասկացա։ Լավ, եկեք ուրեմն շաբաթ թողնենք, ուրեմն սենց է դառնում 2 շաբթի 5-ին, 4 շաբթի 5-ին, շաբաթ օրը ժամը 11-ին։ Okay, ֆիքսեցի։ Իրականում իմ համար ժողովուրդ ջան, տես մեծ տարբերություն չկա, ես մեկա շաբաթ էլ ուրբաթը ստիպնելու։ Լավ, ընթացքում ուրեմն կհասկանանք, հələ եկեք շաբաթը ֆիքսենք։ Հա, պրոստը այդ օրերին 2 դաս եմ մի անգամից ունենում։ Շատ խառը բաներ եմ խոսում։ Սխալ վիդեո է, չէ։ Բայց ինձ ուրիշ կանալ է։ Կարող ես սխալ եմ վիդեոն գցել պրոստը։ Սխալ տեղ եմ վիդեոն գցել։ Էդի չլսեք։ Տեղ եմ գցել։ Դալերի ասած այնա, որ հենց HTML-ի մեջ է, չէ՞ այդ վիդեո։ Հա, ուրեմն սխալ եմ այդ։ Բայց դուրակը ինչ ա նայ։ Լավ։ Հաջո։ Հա։ Վիկտորյան, եկեղեցի գնա։ Հայլու դեմը կանգնի քեզ պախարակի։ Էտա բա ինչ, ուրիշ տարբերակ կա։ Այն օրվա
ասածս արել ես։ Վիկտորա ջան, սա պատճառը շատ բացակայություններն են, բայց դա առանձին խոսենք, էլ բացակայությունները բնականաբար շատ վատ արտելու ժողովուրդ էր բանի վրա, որտեղ ես ինձ բանա, որ մի թեման, երկու թեման շատ կարևոր է, էլի։ Չգիտեմ որ հասկանում ես, պրոստը հետ եմ ասում, տես դու որ մի պահ հետ ես ընկնում, անկախ քեզնից դու բան ես ըլլում, որ ոնց որ հիասթափ ես կամ բանից ես, տեմպից ես ընկնում։ Հենց տեմպից ընկնում ես, հետի ընկճախտի աբերում։ Որովհետև ձեր ձեռը ինչ բառ ասես սովորում, քել լրցրի կա։ Մի րոպե, որ այսօրից ինչ եք անցնում։ Զզված եք էլի։ Շատ լավ բան եք ասում։ Ժողովուրդ, ուրեմն տեսեք, միշտ չի որ ֆորմերի, հա, հա, միշտ չի որ դու կարող հիմա լավ ես լսում, թե ոնց է։ Ես թվում է քո մոտից, գիտես իմ մոտից բանը չկա, որ բարձրացնեմ, ցածրացնեմ։ Օրինակ նայի կոմպի նա կամ նաուշնիկին, էլի, եթե նաուշնիկով ես։ Ըհը։ Հիմա տեսեք ժողովուրդ, միշտ չի որ ձեզի JavaScript-ով պետք է կոպիտ ասած գնաք մենակ ֆորմերից ատրիբուտներ վերցնեք կամ ֆորմերի ատրիբուտները փոխեք կամ եսիմից, դա բնականաբար մի ինչ-որ մասն է կազմում, բայց ժողովուրդ, մի մոռացեք, որ դուք գործ ունեք օգտատերերի հետ, որոնք սիրում են պուպուշ բաներ։ Այսինքն դու նույնիսկ այն բարդ ֆունկցիոնալը, որ մեր տեսանկյունից JavaScript-ի տեսանկյունից է ծրագրավորողի նայելով բավականին բարդ ֆունկցիոնալը, դա կլինտի համար կարող է պուպուշ ինչ-որ անիմացիաներ լինի։ Հա, այսինքն ինչ-որ ֆռռացող կերպարներ, չգիտեմ, ինչ-որ սիրուն հովերներ եւ այլն, հա, ինչևից։ Այսինքն մենք դրան է պետքա պատրաստել ենք, որ բացի նրանից Վարուժ ջան, որ օգտակար ֆունկցիոնալություն տա, դրան զուգահեռ Վիկտորիա ջան, մենք պետք է կարողանանք ճիշտ ու գեղեցիկ մեր կայքը դասավորել։ Այսինքն, միշտ չի Վարուժ ջան, որ դու CSS-ով ինչ գրես, հենց այդպես միշտ մնալու է։ Որոշ կլասներ օրինակի համար, եկեք մի հատ օրինակ դրենք, որ ավելի շատ օդում չխոսենք։ Հիմա տեսեք։ Կլասը հավասար է images կամ թողնի inputs, okay, եկեք դնեմ inputs։ Հիմա տեսեք ինչ հետաքրքիր ֆունկցիոնալ ենք սարքում։ Եկեք մի քանի հատ input սարքենք, type-ը տանք, text, կլասը տանք, input, եզակի թվով, էլի, ու մի քանի հատ ժողովուրդ ջան, այսինքն input-ներ սարքեք, չէ, նո եթե ուզգին ջան ֆորմերի հետ հələ չենք աշխատել, եթե ֆորմերի հետ աշխատանք անենք, միանշանակ այն մեր պրինցիպով պետք է name-ը առանց մտածել։ Դե էս ես զուտ այդ նպատակով չեմ սարքում, դրա համար name չեմ դնում, թե չէ вообще սովորաբար input-ին name տալիս եմ։ Որտեղ ժողովուրդ ջան, input-ին մենակ մյուս input-ներից տարբերում է Վիկտորիա, մենակ name, չէ՞։ Okay, ժողովուրդ։ Հիմա էս էլ տեսնենք։ Էս։ Հիմա տեսեք ինչ ենք անում։ Այ հենց էդ էլ անում ենք։ Հիմա էդ ենք անում։ Անշուշտ ոչ թե CSS-ն ենք, մենք չենք կարող Վիկտորիա ջան, CSS-ը JavaScript-ին կապենք, բայց JavaScript-ի արդյոք DOM-ի միջոցով, հա, DOM-ի միջոցով կարանք արդեն որոշակի փոփոխություններ կատարենք CSS հատկությունների հետ կապված, կոնկրետ էլեմենտի եւ այլն։ Հեսա կբացատրեմ, տեսեք։ Ինչ անենք։ Կանց։ Հենց այս թեման էդ է, բայց բնականաբար ժողովուրդ ջան, դա չի խրախուսվում, հա, բնականաբար դա լավ պրակտիկա չի։ Հեսա սենց ասեմ, ես պալիբոմը երկու ձևներ սովորացնելու եմ ձեզ, ինչի ժողովուրդ, որ բացատրեմ, որ սենց ձև կա, որը որ չի կարելի,
որ վաղը սուր տենակ չզարմանաք, ասեք ես ինչ էր հեքիաթների աշխարհից։ Ու երկրորդը, որ պետք է տենց անի։ Okay։ Հիմա եկեք նա sense մի հատ հետաքրքիր բան անենք։ Ոնց անեմ, եկեք նա sense հարց տամ։ Գուրգեն ջան, ոնց անենք, որ ինչ-որ էլեմենտ ինչ-որ մի բանի կորի։ Չերևա։ Ինչ։ Լավ, մտածի։ Նա։ Display-ն անը հիշում ես Վիկտորը։ Display-ն ան։ Display-ը ինչ կար։ Վիկտորիա։ Display-ը, ուրեմն բլոկ, հատեկան նա։ Տեսեք, երբ որ ինչ-որ էլեմենտի display-ը տալիս ենք նա, նայ, չկա, չէ։ Հա։ Նայ, Վիկտորիա ջան, ինքը գոյություն ունի որպես էլեմենտ, ինքը կա, բայց ինքը չի երևում, ոչ մի ձև։ Նայ, այս երկուսը կա, այսի չէ։ Display-ն անի միջոցով։ Հիմա տիկ ջան, դու ես, ուզում ես մի հատ ֆունկցիոնալ սարքես, որ քլիկ անես այս input-ին, այս input-ը կորի։ Ո՞նց է։ Հա, դե հա։ Եկեք հենց նախ այդ ֆունկցիոնալը սարքենք։ Ապրես, մենակ գիտես ինչի չգիտենք այս ամբողջ պատմությունից։ Ոնց display-ն նան տանք JavaScript-ի միջոցով։ Մենակ այդ չգիտենք։ Հա։ Հələ որ աճում։ Մոտավոր։ Հեսա եկեք ցույց տամ։ Նայ։ Query selector-ով։ Եկեք գնամ առաջին input-ը գտնեմ ժողովուրդ ջան, հա։ Ոնց գտնեմ առաջին input-ը, ասեմ input-ի մեջի այ ապրես, input-ի մեջի, չէ, class-ա input-ը։ Ասեմ get input-ի մեջ կա input։ Որից Վալեր ջան, մեզ պետք է մենակ այնտեղ հաշ։ Child մեկը։ Չէ՞։ Առաջինն է մենակ վերցրել։ Input-ի վրա ոնց որ ասում էի, add listener ենք անում, չէ՞, click ենք կա։ Ինչ ենք ասելու մենք այս անձնավորությանը click-ի ժամանակ։ Ասենք հարգելիս։ Նախ ուղղակի hello որ տպի console log-ով input-ի ժողովուրդ, օրինակ երբ որ Վալեր ջան ուզում էի վերցնել ID-ն գրում էի get ID։ Երբ որ ուզում էի վերցնել name-ը գրում էի get name։ Value-ն էի ուզում, գրում էի get value, ոչ մի խնդիր, բայց class-ի դեպքում կոչվում է դա class name, բայց class name-ից բացի կա ուրիշ բան, class list։ Class list, ցուցակ։ No, հələ եկեք նայենք ովքեր են իրանք, նոր մտածենք, okay։ Հիմի եկեք մի հատ կլասների մեջ էլի կլաս ավելացնեմ, input, չգիտեմ, border-ed, եսի ինչ, սենց ինչ-որ բաներ եմ գրում, որովհետև կարող դուք չգրեք, սա blue, սա կլաս է, էլի, չգիտեմ ոնց տնեմ, չգիտեմ, բայց կարաբելով new գրեմ խոսքի, հա, ոնց, կլասը, սա իմաստը կլասի հետ, որ պարաբելներով կարաս լիքստից կլասներ տալիս։ դրա համար չեմ ասում։ Արա դու իրար հետ կապ չունեն, ժողովուրդ ջան, տեսեք։ Ես անունի համար ես ասում, պարաբելով։ Ուրեմն input կլասը Գուրգեն ջան, իմ համար ուրիշ կլաս է, որը որ։ Եկեք Եկեք հատկություն տանք, որ մյուսներն էլ չշփոթեն։ Border radius տանք սրան 10 պիքսել։ Էսի input կլասն է, Վալեր։ Border-ed կլասը, Վիկտորիա ջան, քո մոտ կլինի ուրիշ կլաս, չէ՞։ Ես կարամ չէ՞ միաժամանակ մի քանի կլաս տամ։ Մի input-ի կամ մի էլեմենտի։ Ես թե ում կտամ կլասը Վիկտորիա ջան, ես ինձ սարքած իրան է կվերաբերվի։ Ես կարամ սա div-ին է տամ։ Ես կարամ սա ուրիշին է տամ։ Իհարկե։ Իհարկե։ Border-ը գրում եմ border-ը։ Էսա կասեմ։ Էդի CSS-ի ժամանակ իրականում բացատրել եմ, ժողովուրդ, սենց մոտավոր սենց հիշացնեմ ձեզ։ Ինչ-որ դրան վերաբերում է, դրան կտա։ Կլաս ինչի համար է բախ, եկեք դերից։ Կլասը մի քանի տարբեր մի էլեմենտի տարբեր
մի բանում չտացել, մի գերում չգրել, Հələ կլասի նույն հետևից նայեք։ Այսինքն, երբ որ մի քանի էլեմենտ կամ նմանատիպ է տեսակ նույն բանն է ուզում տալ կլասից։ Հիմա պատկերացրեք ունենք նա հսկայական կայ, Վալուր ջան, որտեղ որ դու գտնում ես, որ սաղի border radius-ը 10 պիքսել է։ Մի հատ կլաս կսարքես, չգիտեմ, radius կպրծնես, չէ Վիկտորիա։ Սաղին կտասեցի։ Ճիշտ է։ Հիմա նպատակը այն է, որ ես այս նույնը, Վիկտորիա ջան, այս նույն կամ այս border-ը պարտադիր չի input-ի, ես կարամ լրիվ ուրիշ էլեմենտի համար օգտագործեմ։ Հմ? Այսինքն ես կարամ գնամ տակը մի հատ UL վերցնեմ, այդ UL-ին ասեմ քո կլասն էլա բան, border։ Puzzle-ի պես, puzzle ես հավաքում, հա? Ոնց որ տես դու կոպիտ եմ ասում, միշտ նույն շորերը իրար հետ նույն ձևի չես համադրում, չէ՞։ Այսինքն դու ունես տարբեր շորեր, դու տարբեր ձևերով կոպիտացված տրամադրության համադրում ես։ Նույնն էլ էս, այսինքն եթե դու գիտես, որ դու կարաս համադրես, օրինակ այս երկուսը կպցնես իրար դառնա, այս այն երկուսը կպցնես իրար դառնային, այդ դեպքում սա իմաստ ստանում։ Թե չէ, հա, ընդհանուր առմամբ իրականում եթե հա կոնկրետ մենակ այդ input-ի համար ես սարքում, հա։ Հիմա այս նույն կարևոր չի, ժողովուրդ, չգիտեմ, background color կարամ տամ, այս իրականում CSS-ի համար այս բան կարևոր չի, էլի։ Ահա, տեսեք։ 3 հատ հավայի կլաս եմ սարքել, բացարձակ իմաստ չունի, հիմա մի հատ գեշ բան է ստացվելու։ Ահա, գնացի։ Ահա, հոյակա պապուշ։ Ահա։ Նայեք հիմա ինչ է ստացվում, ժողովուրդ։ Այս դիվին է ուտելա։ Չէ, որտեղ բացը ինչա։ Չէ, սի բանն է, տակը UL թողեցի պրոստը։ հա, ինքնացա բան։ Ժողովուրդ, հիմա ինչ է ստացվում, որ այս մեր input-ը, չէ՞, որ այս մեր input-ը, հա, այս մեկը։ 3 հատ կլաս ունի, տես չի։ Հա։ Դե գնանք դրանք կոնսոլում ինչ է կատարվում։ Քլիքից հետո պետք է աշխատեր, թե ոնց սպասի նայ։ Հա, էլի, հա։ Input-ի քլիքի ժամանակ, ժողովուրդ ջան, մի հատ տպում է կլասի անուն, մի հատ կլաս list։ Վալուր ջան, ի՞նչն է տարբերությունը։ Ուրեմն նայեք, ժողովուրդ, առաջինը բերել է որպես տեքստ։ Այսինքն ինչ որ կա, Վիկտորիա ջան, այսի copy արել class name-ը։ Բերել է մեզ։ Բայց կներեք, բայց իմ համար որպես ծրագրավորող, հա, որպես ծրագրավորող, իմ համար սա մի քիչ անհիմն է։ Էս իմ ինչին է պետք։ Որպես ծրագրավորող իմ համար սա շատ Վալեր ջան, շատ անհարմար ֆորմատ է։ Վիկտորիա ջան, մեր տեսանկյունից որպես ինժեներ, ասում են ինժեներ բալա, սա ավելի բան չի։ Զանգված է, վերջի արդեն զանգվածի հետ գործում ենք։ Մեր համար ավելի հեշտ չի զանգվածների հետ աշխատել, քանի որ տեքստ։ Վալեր ջան, այն class name-ը եթե դու վերցնես, գիտես ինչ պետք է անես։ Այս class name-ը որ վերցրել ես, մի հատ պետք է split անես parabel-ով, որ ստանաս այս ախպեր։ Վիկտորիա ջան, մենա հենա միանգամից class list-ը վերցրու։ Չէ՞։ Այսինքն նայեք։ Հիմա ինչ եթե մի հատ է ու գիտես վստահ ես, որ միշտ մի հատ է, հա։ Okay։ Բայց ժողովուրդ, իմ նպատակն այն է, որ դուք հստակ իմանաք, որ class name-ը տալիս է այն ինչ որ ուղակի գրած աստե, copy անում ես class-ի մեջի գրածը տալիս է քեզ, Վալեր ջան, նույն բանը list-ով է տալի, class list։ Տես list բառը Վիկտորիա ջան, քեզ հուշում է, ճիշտ չեմ գուրգին։ Հա, list բառը ինքը իրանով տիպ ջան, ասում է, որ սա ցուցակ է։ Ցուցակը ինքը զանգվածի տեսքով։ Էլ ինչ էլեմենտ, էլ ինչ դեպքի ենք հանդիպել, որ մենք էլի ստանում ենք զանգվածի տեսքով։ Query selector-ը էլի մեզի տալիս էր input-ներ, էլեմենտներ, HTML էլեմենտներ զանգվածի տեսքով, ճիշտ է։ Փաստորեն սա երկրորդ բանն է, հələ որին որ առնչվել են, չէ, class list-ն է, որ էլի զանգված։ Okay, ժողովուրդ, հիշեք, որ ուղղակի get class չկա։ Հա, դες բան գոյություն չունի։ Կա class name, կա class list։ Մնացած բոլորի դեպքում սովորական նույն ձևի է։ Ոնց գրվում է HTML-ում, նույն ձևի բանը։ Հա, սա բացառություն է, եք համարենք, okay։ Ահա, հիմա տեսեք։ Իհարկե։ Տեսա՞ր ես բանը, input border։ Ժողովուրդ, հիմա գիտեք ինչ եմ ուզում սարքել։ Հաջող։
Ամեն անում։ Նախ կլասնեինը դոքշի անունը զանգվածի մեջ է, ինչը Nad input bağlandığım tali, nad borcayla tali, ne yaptığımla tali, bir de value ekvatki bana. Ինքը ամեն ձևով տալիս է քեզ, որ մաքսիմալ հեշտ օգտվես, բայց դոգում որ ֆորֆրաս ես 3 հատի վրա ես ֆրալ։ Հա? Все, որովհետեւ Ջոգի ինչ ես ասում։ օբյեկտիվ քայլ Գուրգենը լավ հարց է տալի, ժողովուրդ, Վիկտորիա ջան, դու ինչ ես հարցնում։ Գուրգենը շատ լավ հարց տվեց, եկեք նա փորձենք։ Եթե ուշադրություն դարձնեք, նայեք Գուրգենի ինչի հետ է։ Այս տակի value-ն ու length-ը։ Արդյոք սա զանգվածի էլեմենտներ են համարվում, թե չէ։ Չէ, հայ value օպերանալը չեմ բանալը, ու չէ կարող բացել ինչի կարող է։ Ստար դրանը համոզի։ Հա, ուզում եմ հասկանամ իրանք գալու են, հետո թե չէ։ Իմ կարծիքով չպետք է գան, ժողովուրդ, բայց վստահ չեմ, էլ։ Քլիկ անեմ, վայ, input border new։ Ժողովուրդ ջան, այն ինչ որ տպում էր նոր մի քիչ առաջ, հա, դա իլյուզիա է։ Հիմա բացատրեմ ինչ իմաստով։ Ուրա, հա, class list-ը մեկը տպել էր, չէ՞ ստեղ, հա։ Վիկտորիա ջան, ես 3 հատ նա ինքը քեզի for-ի ժամանակ տալ, այսինքն դու երբ որ ուզենա սովորական for ֆրաս իրա վրա, նայ, կարայր չէ զանգվածի վրա get length գրեիր։ Այս class list-ը հնարավորություն ունի նաև գրել get value։ Get value-ն ու class name-ը նույն բանն է, ժողովուրդ։ Նայ, ուշադիր, просто ուշադիր նայ։ Էսի class name-ն էր, չէ՞ Վիկտորիա։ Հալեր ջան, էսի մեր class list-ն էր, չէ՞։ Class list-ի մեջ բարձրավ ինչ-որ value կար, չէ՞։ Այս value նույնը չի։ Ահա։ Այսինքն ժողովուրդ ջան, ես class name-ի մասին կարամ ոչ է հիշեմ։ Կոպիտ եմ ասում։ Ինչի, որտեղ class list-ը Վիկտորիա ջան տալիս է ամբողջ ինֆորմացիա։ Թե որպես զանգված է տալի, որ հետը հեշտ աշխատենք, for-ի չենք անում, թե ինչ ենք անում, include ենք անում, թե չէ, Վալուս ջան, հազար ձև կար արդեն ստուդիվելու է։ Ապրես, այ ապրես, մերանք եթե մի հատ գիտեք վստահ մի հատ, всё, այդ դեպքում կարող հանգիստ ավելի པարզ աշխատելու համար class name օգտագործեք։ Հակառակ դեպքում ժողովուրդ ջան, class list-ը ամեն ինչ տալիս է ձեզ։ Էլ value-ա տալի Վալուս ջան։ Էլ length-ա տալի, զանգվածա դե։ Դուբոյ զանգված length ունի։ Համե for-ի ժամանակ այդ հիմարությունները չի տալի։ Մաքսիմալ հեշտացրած։ Okay։ Հիմա երկրորդ հարցը ժողովուրդ։ Լավ, էս էլ համոզվեցինք, որ class list հիմին նայ, մենակ ջնջել է, չէ։ Հիմա եկեք sense նայենք։ Ես կարող եմ քլիքի ժամանակ ուզում եմ Գուրգեն ջան, ինչ որ class ջնջեմ, դրա փոխարեն ուրիշը ավելացնեմ։ Պետք է։ Հա, for-ը չգրես, for-ը ինչի՞։ Տանում բան կար, Նայ, այ դրա համար Գուրգեն ֆիլտր կա։ մորցի սա։ Ուրեմն այս JavaScript-ը սաղ է շուստները գծել են ախտերինգով։ Հիմա նա ինչ են արել։ Ես obviously մեր անցը տարբերներով ասում եթե դիտա copy սրանց։ Ուրեմն class list-ը ունի add։ Հա, ժողովուրդ ջան, մեթոդ է, չէ՞ սա, add-ը։ Ահա, Վիկտորիա ջան, տան սովորական բան է, չէ՞, որ կարելի է ինչ-որ բանի վրա մեթոդ կանչել։ Օրինակ ո՞նց է։ Այ ապրես, հիմա ուզում ես ինչ-որ ստե մի հատ 4-րդ կլասը սարքեմ, Վիկտորիա։ Օրինակ, չգիտեմ, բան, focus։ Focus-ի ժամանակ եկեք input-ի border-ները հաստատենք։ Գիտես ինչի, Վիկտորիա ջան, որ դու քլիկ անես, ես իրան ավելի sense մուգ ու ընդգծված դարձնեմ։ Այսինքն գրեմ border-ը խոսքի է 2 պիքսել։ 2 պիքսել solid ու 5 տնի, ոչ։ 5 պիքսել solid ու gray խոսքի save-ի տեղ կամ չգիտեմ ինչևից է։ Ժողովուրդ, հիմա տեսեք, ինչ եմ ասում եմ add-ի երբ որ քլիկ անենք ո վրա input ջան։ Դու այս class-ը ավելացրու։ Ահա։ Գնացինք, edge-ը reload արեցինք, ում մեթոդներ Վալոս ջան այդ add-ը։
class list-ին։ Վիկտորիա ջան, տեսեք սովորաբար ոնց է։ Հազին տալու պրոստը պարամետրը փոխում, քեջ փոխում է։ Չէ, անընդուն ինքը class list-ին ես դու դիմում, Գուրգեն ջան, ինքը գիտի որ class-ը պետք չէ կետ նշել, հա։ Այսինքն դու Վիկտորիա ջան, դու սենց ID չես կարող ավելացնես, դու կարող ես սենց մենակ class ավելացնես։ Ոչ մեկին, չէ որ չէ, գրած է class list։ Ժողովուրդ ջան, ID եք ուզում գրեք input.id։ Ինչ եք class list.id եսի մի ստուդի։ ID-ի համար հեշտ տարբերակ կա։ Հա։ ID-ին զանգվածով չի աշխատում, ID-ին մի հատ պետք է լինի։ Զանգված, ահա, լավ հարց։ Մենակ ինչ ենք class, ինչի է հենց բացառություն հանդիսացի class-ը, որտեղ մենակ class-ն է, որ մի քանի հատ կարող ունենա։ Հələ ID պարապելով չի կարա, երկևից մենակ ID մի հատ կարող, կոպիտ ասած պասպորտը մի հատ կարաս ունենաս, բայց Գուրգեն ջան, դու կարաս միաժամանակ կոպիտ եմ ասում, սովորես մի քանի դասարան կամ պատկանես մի քանի խմբերի։ Մի հատ անգլի խմբակի ես գնում, խոսք խմբակ, մի հատ երկի խմբակի ես մասնակցում, հետի արդեն դու երկու կլաս ունեցար։ Չէ՞։ Ահա, այսինքն կլասներդ կան աշխատանքներ, ID-ն մի հատ է, դու որպես բան մի հատ է։ Դրա համար ժողովուրդ ջան, սա հեշտ տարօրինակ չի դիք ջան, որ խոսքի կլասի մասը մի քիչ առանձնացված է, որտեղ կլասն է մենակ, որ կարա զանգված լինի։ Այսինքն նա նորից հասկանամ։ ID, եթե տես բաների հետ եք ուզում աշխատեք, ID, value, class, ID, value, name, ստուդի, ոչ դες բաներ, հա։ Դրանք կարելի է գրել պրոստը element.id, element.name, element.value, հավասարը կամ եթե պրոստը ուզում եք բան ստուգես, հա, բայց class-ի հետ աշխատելուց պետք է հիշեք, որ պետք է դիմեք input-ին, որից անմիջապես հետո գրեք class list, դրանով իսկ դիք ջան, JavaScript-ին հասկացնենք, որ հարգելիս ուզում ենք քո class-ների հետ աշխատենք։ Չէ՞։ Remove Միայն վաղ ջնջելու տեղը մի կարա փոխել դրի։ Նոր ջնջելու ֆունկցիա class չենք ջնջելու։ Չէ, class ջնջելու ստարտը, որ այնտեղ բան են դառնում է, բանը չէ։ Այդ տեսքի դա ինֆորմացիան ցույց որ text, object, Ժողովուրդ, ես մենակ class-ների համար է ֆունկցիան աշխատում։ Մենակ class-ը չշփոթեք մյուս ֆունկցիոնալ։ Չէ, անցած բանը որ մենք ֆունկցիա Երբևիցե ջնջելու համար, արտադրական ֆունկցիա սա։ Էնի մենք ինչ ենք ջնջում, Գուրգեն ջան, էնի HTML-ի քո զանգվածի մեջից մի հատ օբյեկտ ենք։ Այդ եմ ասում, ումի ես ջնջել է, եթե class-ը դու ստացել բան, ինչ է։ Այդ class-ը բան այդ մի հատիկը ջնջել չի։ Չէ, ինքը class-ը դնում կամ հանում։ Class, հեսա նայեք, հələ մի class-ն է։ Նայեք։ Չէ, նայեք։ Նայեք, ժողովուրդ։ Քանի հատ ունի ստեղ։ 3 հատ։ Վիկտորիա ջան գրել էի, որ քլիքի վաղ թազի պետք է ավելանար, չէ՞։ Class list-ի մեջ ադը յարը, ճիշտ է։ Ահա։ Abracadabra։ Ավելացավ 4-րդ class-ը, ժողովուրդ ջան։ Նայեք, Գուրգեն ջան, focus։ Նույն պրինցիպով, երբ որ գրում եմ delete, գիտես ինչ անում։ Զուտ էսի է ջնջելու։ Կամ որը որ ուզել։ Արի սենց անենք, Վալեր ջան, արի Վիկտորիա, ուզում եմ focus-ը ավելացնեմ, բայց այս new-ն հանեմ։ Ոսկի background color-ը red-ը հանեմ։ Այսինքն տես ինչ է կատարում Վալեր ջան, երբ որ դու քլիկ ես անում, մի class-ը գալիս, մյուսը ջնջվում։ Էսի remove պետք է անեմ։ Հա։ Մեկ ավելացնում, հա, Գուրգեն ջան, focus։ Տակից հաջորդը ջնջում եմ, չէ՞ դիք։ Նայ։ Առաջի անգամ։ Ավշուտ մի հատ focus ավելացնում եմ, ինչ ջնջում։ Ամես։ Հաջող, Վալեր։ Քլիկի վաղ։ Ժողովուրդ, տեսեք ինչ է կատարում։ CSS ես կարամ լիքը class-ներ ունենամ, չէ՞ Վիկտորիա, կարամ 100 հատ ունենամ։ Բայց ինչ է ստացվում, ես կարամ որոշները այդ բանը չօգտագործեմ։ Օգտագործեմ ինչ-որ քլիկի ժամանակ։ Օրինակ նայի, որպես օրինակ, Գուրգեն ջան, focus class։ Սա չօգտագործվեց Վալեր ջան, ու կարա երբեք չօգտագործվի, եթե ինչ-որ մեկը Վիկտորիա ջան չգա ու քլիկ չանի սրա վրա, պատկերացրի, չէ՞։ Այսինքն քո գրած class-ը կարա երբեք օգտագործում չունենա։ Ճիշտ է։
Այսինքն տեսեք, շատ հետաքրքիր ֆունկցիոնալ է։ Ես հələ շատ ենք աշխատելու այս կլասների հետ, ամեն օրով ենք աշխատել։ Նայեք, քլիք եմ անում սրա վրա, սպիտակեց Վիկտորիա։ Ինչի՞։ Ադից չէ։ Ես ջնջեցի այս new class։ Իսկ ինչի border-ները հաստացա, որտեվ ես նոր class էի սարքել focus, հեսա տեսեք, որի border-ը ավելի հաստատ է, միանգամից արդեն value-ը։ Հիմա նայ, դեմից գալիս էս ախպեր, ինչ որ կարմիր կոճուրիկ բանա, քլիք ես անում վրան, մեկը հոպալա։ Բայց լավ չի աշխատում ժողովուրդ այս ֆունկցիոնալը։ Հիմա դուս եմ կտացրի ինքը հետ պետք է գալ իր նախկին դիրքի։ Սովորաբար է տենց է ժողովուրդ։ Չենք կրում։ Բարդեն ինպուտը ոչ թե remove արդեն կրենք, բայց focus out։ Նայեք, գիտեք ինչ եմ ուզում, որ քլիք անեմ վրան։ Այդ կլասներս ավելան, հա, վալը։ Վիկտորիա ջան, ուզում եմ դուս կտեսնեմ, դուս ըստեղ միտեղ։ Ոդի դիկան դիվի վրա է դրա կամ Բայց չի աշխատում, կտեսնեմ։ Չէ, դուսը բան ում սարքել։ դիվի վրա սարքել, դիվի չէ։ Ուրեմն ոդի վրա սարքին, ոդի կետ ադին դիսն է, քնի ու գրենք ինչա պետք է։ Նայեք ինչա կատարում։ Մեզ գիտեք ինչա պետք ժողովուրդ։ Երկու հատ JavaScript-ի event։ Ճիշտ եք մոտավոր գալի, բայց event-ի մասով եք սխալվում։ Ուրեմն տեսեք։ Քլիք չի նախ սա focus պետք է գրեի։ Չէ՞։ CSS-ից չեք հիշում։ Focus-ի բանը։ CSS-ում որ input-ի վրա focus անելուց կարող ենք border-ը ուրիշ գույն դնել։ Հենց focus ա գոչում։ Վիկտորիա focus-ը հիշում ես դու։ Focus-ը քլիքն է, էլի։ Քլիքը չի։ Երբ որ այս բանը թրթռում է։ Ապրես, նայ, Վիկտորիա, այն որ կուրսորը մեջը թրթռում է, որ յանի ասում է կարած գրես մեջը։ Ժողովուրդ, հիմա այս input-ը active վիճակում է, focus վիճակում։ Գիտես երբ է Գուրգեն ջան ինքը դառնում focus ոչ focus-ային վիճակ։ Երբ որ դուս եմ կտեսնում։ Նայ թրթռուցը իր մեջ չի։ Okay։ Հիմա քլիքի տեղը պետք է գրենք event yes focus Ուրեմն տեսեք ժողովուրդ, կա focus out mouse out-ի ու mouse եւ focus in, այո, focus in-ը in ու out ժողովուրդ, այս բառերը մեզ հուշում են այն մասին, որ կամ մտնիկը կամ focus-ը արդեն եկել է, կամ focus-ից դուրս է եկել։ Նույնը copy եմ անում։ Ապրես Դեյտի որ ասեցիր Վիկտորիա ջան, հիմա ինձ ասա, ոնց անեմ, որ մի դեպքում ավելանա այս կլասները։ Մի դեպքում հակառակ process-ը կատարվի։ Այսինքն հետ գա իր հին վիճակի։ Հա։ Հիմա ոնց անեմ։ Հա, վերևին։ Ահա, համաձայն եք դեր։ Հա, ինչ ասում։ Ես լրիվ համաձայն եմ։ Էսի սենց, չէ՞։ Տիկ դուս կտստեմ, հետ կգա։ Ահա, խաղալիք սա, պարատենք, էր նստենք ինքուտի համար focus-ին, focus out-ը։ Բանը գործ չունի։ Ժողովուրդ ջան, տեսի։ Իհարկե։ Հա, օքեյ։ Պատկերացիք, չէ՞ ժողովուրդ ջան, ինչա կատարում։ Նույնը Վալեր ջան, օրինակ div-ի վրա, ոչ div-ինը Տիկ ջան, div-ի վրա բան չկա, դու ասա այդ անտերը։ Focus չկա։
Ինչ կա գուրգեն ջան դեպի վրա։ Քլիկից բացի, սենց նկատում եմ, որ հələ չես սխալ։ Mouse ապրես, որ մկնիկ դա hover-ի կոպիտ ասած hover է, չէ՞։ Այսինքն տես չունի input-ը, տես բան Վիկտորիա ջան, որ տանես focus անես, չէ՞ կա դեպը։ Div-ը։ Div-ին դա hover, տես բաներ անես էլ։ Okay։ Ժողովուրդ, իմ համար ոչ թե այս բան նո սրանք էլ է հետաքրքիր, բայց կարևորը որ դուք հասկանաք, որ այս կլասը ոնց պետք է ավելացնել, ոնց պետք է ջնջել ու ինչ իմաստ ունի, հա։ Հիմա եկեք նա հետաքրքիր սարքենք։ Հա, ասում եմ, ստեղ կարևորը իրականում ոչ թե event-ի տեսակներն են, չնայած էլի իրանք հետաքրքիր են, բայց իմ համար ավելի կարևորը որ հասկանաք, որ class list-ի հետ ոնց ճիշտ աշխատել, հա։ Ոնց class ավելացնել, ոնց class ջնջել, հա։ Բայց այս class list-ը ժողովուրդ, մի հատ ուրիշ հավես բան ունի։ Ամենա ինչ ենք սարքում բալրդ։ Ժողովուրդ, ոնց են ասում են անգլիական հեքիաթների մեջ once upon a time։ Մի անգամ ջան, հանկա բաներ էր, ան ինչ էինք գրել, որ չնջեց։ Չէ, մի հատ Ալա իրականում input է, գիտես, չի ուզում գրել Google։ Մի հատ input եմ ուզում, այս կլասները հələ որ ինձ պետք չի։ Հələ մի րոպե ժողովուրդ մի հատ մտածեմ։ Այսօր գլոբուսից մոտս բան չի գալի էլի։ Ինֆորմացիա։ Ուտի գանջտել է։ Ամեն դրան դիմում ես Վիկտորիա ջան ավելի խառը։ Չարիք է, չարիք։ Ասում եմ, այդ կամպուտերշիկների գործը վեգալելու է ձեր։ Image SRC-ին то սուտա է chat GPT մաչ։ Ասում եմ, տակից հնդիկներ են աշխատում։ Այ նա որ մի հատ բարալի նկար դնենք, որ նկարը դրեցի ու մի հատ կլաս տամ իրան, բարը։ Ակտիվ։ Հիշում եք այս խնդիրը ժողովուրդ, որ նկարին պետք է քլիկ անեինք, տեղը ուրիշ նկար գար։ Մի հատ է քլիկ անեինք, այդ նկարը հետ գար։ Հիշում եք ոնց արենք։ Մի հատ փոփոխական Հա, յաբս փոփոխականով բանման արիք։ Վերև տալիս ենք ֆոնտ, դեռ դառնալ քրու, պետք է առաջի Չէ։ Մի հատ if-ը ճիշտ ես հիշում, բայց գիտես ինչ էի արել։ Մի հատ է ուրիշ ձև էի դուցել, որ link-ի բանով էի նայում, include-ով։ Այո, այո։ Սենց չի, չէ՞, դու ասում ես, եթե URL-ը դիկ image-ի տեսարսին, չէ՞, վալրթը։ Եթե include-ը անում սրանից։ Ուրեմն այն նկարը դիր, հիշա՞ր։ Հիշա, դե լավ է։ Եկեք գրենք։ Հələ եկեք դե։ Ես հիշում եմ, բան, Լավ, երկու վարքան է, կանեք գրեմ։ Image-ին, չէ, ուրեմն, ինչ էի ասում եմ image get add event listener, click, չէ։ Էսի սենց image-ի image-ի SRC-ին գուրգեն ջան, տեքստա, չէ։ Includes մեթոդ ունի տեքստը։ Ահա, որը որ ինչա վերադարձնում, վալրճը։ True false, չէ, ասում եմ կա կամ չկա։ Ինչ պետք է ստուգեմ վալրճ ջան, ասեմ, այս սրանից եթե կա քո մեջ, սրանից։ Հա։ Ուրեմն մյուս նկարը պետք է հետ բերեմ, չէ։ Հավասար է մի հատ ուրիշ, սա մի հատ ուրիշ բան նկարքի գտնում։ Երեք ես մովեսի բերեմ։ Հակառակ դեպքում ինչ պետք է անենք վալրճը։ Մովեսի նկարը Բերենք օրիգինալ նկարը հետ տնենք։ Չէ։ Ճիշտ չեմ Վիկտորիա ջան։
ամենասիրածս բառը տպեկորն է, որ ձեզ բանում սովորացնում հետևացնում, որ պետք է չանի։ Թե պրոստը ես չեմ հիշում ես Գոր, ուրեմն դա ինչի եմ ես սա ուրիշ ձևով տվել, որ նույնիսկ այն պարագայում, որ չկար այն գործիքը, որ հիմա արդեն ունենք վալերջը, մենք կարացել ենք այդ խնդիրը մեկա լուծել, հա, բայց Գուրգեն ջան, քանի որ մենք արդեն կլասներ ունենք, հիմա կասեք լավ դե կլասները ինչ կապ ունեն այս պատմությամբ, բայց կլասները այնքան Վիկտորիա ջան, նույնիսկ եթե կլասը Այսինքն նայ, հենց այդ է հետաքրքիր էլի, նայ, օրինակ Վիկտորիա ջան, այս դեպքում այդ կլաս հասկացողությունը ոչ մի CSS չի ունենալու տիկ ջան։ Ես կլաս եմ ավելացնելու էլեմենտին, որը որ CSS-ում գրած չի լինելու։ Մեզ պետք է Ալեր ջան, գիտես ես կլասը ինչով, որպես ինչ եմ օգտագործելու։ Ոնց ասեմ, node որպես Այո, որպես ուղղակի անում։ Հիմա ակտիվ է գրած Գուրգեն ջան, չէ՞ կլասը սրա։ CSS-ում ես ակտիվի վրով տիկ ջան, ոչ մի բան չեմ ասում, չկա, ասած չեն CSS-ը դատարկ է, վալը։ Բայց գիտես ինչի անձի էսի պետք։ Հուշում է վալը էս ինձ։ Ես գիտես ինչ կստուգեմ այստեղ։ Կասեմ եղբայր ջան, եթե էսի ջնջում եմ բերել։ Էսի էլ եկեք տեսեք որ աշխատում է, հետո չասի կախտել։ Սխալ բախալ բաներ գրեց, հետո կրուտի տալեց, հա։ Նայ։ Շղկել դալեն աշխատում։ Ինքնուցը ճիշտ եք գրել։ Includes։ Գիտեք ես, Վիկտորիա, քո կարծիքով ի՞նչն է այս լուծման վատը։ Թե պոլի, չէ, inclusive, չէ։ Հա, այս խնդրի վատը ի՞նչն է։ Այս մասը, չէ։ Բացել Կլաս, ֆոտոյի միջից կարող մենակ download ջպեկով ստուգես։ Հա, նայ, ես ինչ որ ինքնուց անում, եթե դիգա, թող իմ դերսից հավասար 5։ Համ էսի դեպքում իմ ինչ դերսից հավասար այդ բայց ուրիշ չկա, ուրիշ չկա դրա։ Օրիգինալը իմ մոտ էս էր։ Տեսեք սենս։ Եղել է վալերքում։ Հələ փորձեք, ես մինչև չունի չենք անում։ Եթե ասում եմ դու պետք է ասես եթե ունենք նա, ուրեմն 5-ը դի։ Հատակին ինչ-որ, հա։ Այդ տեղերն եմ տեղերն
Էսի որեսի մտանի։ Եկել եմ ինտենսիվից, Բայց այսօր 10-ից Okay, ժողով, տեսեք հիմա այս ամեն ինչը այս if-ի պայմանն են մենակ փոխելու, չէ՞։ Նախ ասեմ բացասական կողմը որն է, ճիշտ է, Վիկտորիա ջան, առաջի հերթին էնա, որ ես ինչ-որ երկար տեքստ եմ գրում ստեղ ստուգելու համար ինչ-որ բան, բայց դա հələ չարես փոխելուն։ Ժողով, ինչքանով եք վստահ, որ երկու նկարն է այս կայքից չի դնելու։ Չէ՞։ Էսի դոմեյնն է ոչ։ Սա կայքի անունն է։ Չէ, նայ, էսի։ Կարող հանգիստ նույն կայքից ելներ։ Միշտ չի որ մենք ձեր մոտ անելու նկարը։ Ինչ Վիկտորիա ջան։ Վերջնական այս վերջի մասերով հա։ Բայց այն ինչով որ ես այստեղ ստուգել եմ, դա դոմեին կոչվածն է։ Այսինքն նայ, ես կարամ կամ այս նկարը դնեմ, սրա հասցրեմ, նայ։ Բալրջան, նայ, media.istochdobolashchara.com Ապես նույն ուրիշ նկար, չգիտեմ, այս տերևով աղջիկ։ Այս տերևով աղջիկա copy image address-ը որ անեմ, էլի կտենաք, որ սկսելու է ինչ media Ահա, նայ, երբեք չես կարող Ուրգեն ջան իմանաս ու դրա վրա հիմնվես։ Դրա համար ես URL-ի վրա չեմ հիմնվելու։ Ես իմ ստուգումը կանեմ, Տիկ ջան, ճիշտ ես, կլասն անելի get class list, բայց ուրեմն նայեք, Տիկոն գրել է կլասն է, չէ՞։ Հիմա ուզում եմ Տիկոն ստուգի, եթե կլասն name-ը հավասար է ակտիվ, չէ՞ Ուրգեն ջան, կամ հակառակը inactive խոսքի, ուրիշ բառ եմ գրում, inactive։ Եթե inactive է, ուրեմն այս նկարը։ Եթե ակտիվ է, խոսքի։ Նայ, Տիկ ջան։ Չասնեմ ֆունկցիան։ Հավա ինչ-որ կլաստրի հետ է։ Всё, ես քո պայմանն էլ չաշխատա։ Դու ճիշտ ես գրել։ Որտեղ մի կլասնյուն հավասար չի ուր inactive-ի խոսքի տամ։ Կլասների մասնավոր չի կարող։ Այսինքն class list, հա, class list is storage, չէ՞։ Ժողովուրդ ոնց կարելի է ստուգել զանգվածը։ Class list-ը զանգված է, չէ՞։ Վերջոց։ Վիկտորիա ջան, class list get includes, Բալոր ջան, includes-ով ինչ ենք ստուգում զանգվածում առկա է արդյոք այդպես բան թե չէ, չէ՞։ Համ տեքստերի վրա էր աշխատում, համ զանգվածների։ Չէ՞։ Բայց ի՞նչ եմ կարա, զանգված չի Վիկտորիա ջան։ Ասում եմ ինչ-որ բառ կա թե չէ։ Այտենց այդ անունով։ Քո class list-ը ինչ էր, զանգված էր քո կլասներով, չէ՞։ Հիմի սրա class list-ը ինչ է բերելու, active ստորակետ new, չէ՞։ Հələ մի վարքյան, ստուգենք վստահելնենք։ Ասում է հեսա active new, չէ՞։ Այս երկու կլասն ունի, չէ՞։ Այս երկուսը չի Վիկտորիա ջան։ Հիմա որ իրան հարցնեմ, inactive անունով կլաս ունես, ասելու է չէ։ Ուրեմն այստեղ չի մտնի։ Կմտնի այս սրա մեջ։ Ահա, հիմա Բալեր ջան, եթե ասում է inactive-ը true է, եկեք նախնականը, Վիկտորիա ջան, դնենք inactive, այսինքն դեռ կոպիտ ասած ակտիվացված չէ։ Հա, ապա ակտիվացված։ Սա ապա ակտիվացված նկար է սկզբում։ Հələ եկեք ստուգենք։ Ինչ էր ստուգելու, գալու էր այստեղ ասեր, եթե ապա ակտիվացված է նկարը, այս URL-ը դիր, չէ՞։ Հակառակ դեպքում են
Ես ինչ չեմ արել, class list includes 2 years queen մարդասով։ Հիմի նայեք, ժողովուրդ, էլի այն նույն խնդիրն առնչվեցինք։ Զանգված class list-ը եւ բաները, Վիկտորիա ջան, հիշում ես query selector role-ը։ Այն էլ սովորական զանգված չէ։ Array from ենք գրում։ Ժողովուրդ, ուրեմն տեսեք, բացառություններ։ Element get class list։ Այս էլեմենտը կարևոր չի, image input եւ այլն, հա, էսի կարևոր չի, class list։ Եվ query selector role-ով երբ որ բան ենք վերցնում, չէ՞։ Ժողովուրդ ջան, այս երկուսի հետ որպես սովորական զանգված աշխատելու համար Վիկտորիա ջան պետք է օգտագործենք array from։ Ոնց է, կար object case, չէ՞ օրինակ։ Վիկտորիա հիշում ես object case-ը։ Օբյեկտը տալիս է ինքը մեզ ինչ-որ բան է տալի։ Փոխակերպում հետ է, չէ՞ տալի, բալր չէ։ Նույն ձևի փոխակերպման ֆունկցիա է array from-ը, որը վերցնում է քո բեջուրակ զանգվածը, որը որ ստանդարտից դուրս է։ Սարքում է մարդավարի նորմալ class, բալր չէ, զանգված։ Ու հետ է տալի քեզ։ Ուզում եք արեք ստուգենք, ժողովուրդ, եկեք որպեսզի շնորհքի մեջ չլինի։ Հա, նայ array from ու մեջը գրում եմ image-ի class list-ը։ Եկեք հենց sense նայենք, որ չգին կողմում բարեկամներ։ Տարբերությունը նկատեցիք, երբ որ ես Վալեր ջան, տես սենց որ նայ Վիկտորիա տենում ես առաջ անգամ ոնց է բերում։ Ինչ որ DOM token list, մեջը inactive new length value sense բաներ է բերում, չէ՞ Վալեր ջան։ Վիկտորիա ջան, հերիք էր ես փաթաթեի իրան array from-ի մեջ, Google ջան, նայ ինչ սիրուն բան եղավ։ Ակուրատնի զանգված ստացա, չէ՞ Վիկ ջան։ Ահա։ Includes չկար Վիկտորիա ջան class list-ի մեջ։ Չկա իր մեջ, class list-ը սովորական զանգված չի Վիկտորիա ջան։ Ինչքան է որ for-ը աշխատում է իր վրա։ Մեկը ինքը տարօրինակ տեսակի զանգված չէ։ Հա, ոչ բոլորը։ Բայց մի հատ ֆոկուս ասեմ։ Պարզվում է։ Վերածում է սովորական զանգված։ Class list-ը, Վիկտորիա ջան, պատկերացրու կախարդական զանգված է, ստանդարտից դուրս։ Իսկ array from-ի մեջ անցկացնելուց հետո ինքը դառնում է ամենասովորական զանգվածներից մեկը։ Ահա, բացի այդ գիտես ինչ ուներ Վիկտորիա։ Add ֆունկցիա ուներ Google ջան, remove ֆունկցիա ուներ։ Դիքից գիտես ինչ եղավ, երբ որ դու array from-ի մեջով իրան անցկացրեցիր։ Դու էլ իր վրա չես կարող ոչ add կանչես, ոչև բան։ Delete։ Կորցրեցիր դու իր կախարդական ամբողջ մեթոդները։ Դու իր կախարդանքը երազը ինչ անենք։ Հիմա from-ից հետո կարաս Վիկտորիա ջան, սովորական զանգվածի մեթոդները գրավել։ Remove-ը Չկա, չի աշխատել։ մնացած զանգվածի մեթոդները։ Սովորական մեթոդները կաշխատեն։ Հա։ Իրականում շատ հավես բան է, Ումիշ կերկրած կետա։ նայեք, ժողովուրդ, դրա համար array from-ը հասկացանք, չէ՞ ինչ անում։ Սովորական զանգվածի է վերածում, Վիկտորիա ջան, իր կախարդական ֆունկցիաները եւ այլն վերացնում է իր վրայից, ինքը դառնում է սովորական մոխրոտ։ Հա, 12 խփում ախպեր դառնում է մոխրոտ։ Հիմա նայեք։ Array from-ը ջնջում եմ։ Ժողովուրդ ջան, եթե մտածում եք, որ class list-ը այսքան սարքել են ու այդ մի բանը չէին մտածել, շարաչար սխալվում է։ Ուրեմն class list-ը from-ը ջնջում եմ, includes-ը ջնջում եմ։ Հիշեք, որ սա սովորական զանգված չէ, հա։ Get has։ Ուրեմն class list-ը ունի հետևյալ մեթոդները. add, չէ, Գուրգեն ջան, բայց add,
որը որ Վիկտորիա ջան ինչ էր անում։ Ավելացնում էր կլաս։ Remove, որը որ ջնջում էր տրված կլասը, չէ՞ Վալոչ։ Եվ has, նույն includes-ն։ Գուրգեն ջան, լրիվ նույն includes-ն է։ Պրոստը տիկ ջան, քանի որ կախարդական զանգված էր, այս has-ը օգտագործվեց, չէ՞։ Չէ, կփածարի, դրանք կարող ձերն անդած։ Վիկտորիա, եթե դու մեզ լսում ես մի նշան։ Վալոչ ջան, has-ը նույն includes-ն է, չէ՞։ Չէ, աշկերից մեջ նայ որ հավատում։ Ասում չէ, աշկերից մեջ նայ որ հավատում։ Ահա։ Վիկտորիա ջան։ Իհարկե։ Բայց մի նայ, այս մի որ մենք արատիկ ֆորոմի մեջ դրեցինք ինչ կլաս լիստը։ Դա կետի ցուցան։ Դες ինչ, որտեղ մենք կլաս պետք է փոխենք։ Վիկտորիա, հիմա ստեղ մեզի բանա չէ պակասում։ Հա, has-ը մի անգամ ստուգիր, եկավ այս նկարը դրեց։ Կլասը մնաց նույնն է, ժողով։ Հələ նայ։ Կլասը հիմա ինչ է, inactive, չէ՞։ Հա, իհարկե։ Has-ի մասը չլսար, հա, հիմա նայ Վիկտորիա ջան, այս has-ը նույն includes-ն է, որը որ աշխատում է class list-ի համար։ Class list-ը սովորական զանգված չէ։ Հիշեցինք, չէ՞ որ class list-ը սովորական զանգված չէ։ Լուրջ։ Հələ մի վարքյան ժողով, կարող ես ստուգեմ, կարող չի աշխատում ձեզի խաբվում։ Մի րոպե։ Էնի Վիկտորիա ջան, որոշեցինք ջնջենք ու տեղը օգտագործենք այն, ինչ որ class list-ը տրամադրում է։ Որտեղ ես հիշեցի, որ class list-ը ունի այդպես բան, բայց հեսա արա contains, հա։ Մի ժողով ինչ-որ մի բան էր, բայց չեմ հիշում ինչ։ Has-ը կարող է ուրիշ տեղից եմ հիշում։ Հեսա նայեմ, էլի։ Կատիկ, հա։ Կարող է has-ը խաբեցի կա։ Հələ մի րոպե։ Աշխատավ։ Արա հեսա։ Ժողով ջան, կներևություն, խաբեցի ձեզ, ես has-ը ուրիշ բանի մեջ չէր։ Contains-ը։ Includes-ի տեղը contains, պարունակում է։ Նույն էլի տվում նույն բառերից է։ Ես has-ը բայց ինչի մեջ չէր չեմ հիշում։ Ուրիշ բանի վրայի համառեք մեթոդ է, էլի, բայց չեմ հիշում ինչ էր, էլի, որտեղին է։ Փաստորեն խաբեցի ձեզ, ստացվում է, որ մենք ունենք մենակ add մեթոդ, չէ՞։ Remove մեթոդ։ Contains-ն է ստուգելը։ Ապրես, դրանից կա թե չկա։ Վիկտորիա ջան, includes-ը չաշխատեց, որտեղ ինքը սովորական զանգված չէր, դրա փոխարեն ինքը ուներ ալտերնատիվ դրան։ Այսինքն իրանք մտածել էին, ես չէ առաջի մարդն էինք, որ որոշում ստուգել։ Array from-ով հա, իրականում main չէր, Վիկտորիա ջան, եթե այդ մարդը արդեն նախատեսել է, ինչի array from անեմ, չէ՞։ Ասեմ, որոշակի սպեցիֆիկ խնդիրների դեպքում, Վիկտորիա, ուղղակի կոպիտ ասած ես իմ պարտք եմ համարում դրա մասին ձեզ տեղեկացնել։ Իրականում չգիտեմ ձեր պրակտիկայում որտեղ էլ պետք կգան նմանատիպ բաներ, բայց երբեմն օրինակ կարող է շատ ինչ-որ վատ դեպքում քեզ պետք լինի զանգվածի ինչ-որ սպեցիֆիկ մեթոդ օգտագործես,
որը որ չի աշխատելու class list-ի վրա, հա, ու այդ դեպքում չգիտեմ, ստիպված լինես դու array from-ի մեջով անցկացնես էլ contains-ը չէ, любой տեսակի բան։ Մենակ class list-ը չի, query selector roll-ով որ բան եմ վերցնում, այն էլ սովորական զանգված չի։ Այն էլ պետք է անցկացնես array from-ի միջով, որ դառնա սովորական զանգված։ Շատ լավ տիպիկ օրինակ է ժողովուրդ այս array from-ը, որպեսզի մենք պատկերացնենք, որ class list-ը տիպ ջան, այն ինչ որ տալիս է։ Query selector all-ը Գուրգեն ջան, երբ որ տալիս է, դրանք սովորական զանգվածներ չեն։ Նա սպეციფიკա ունի։ Պրինցիպի օրինակ ստեղ մեզ սա ինպուտն են պետք, ում ենք կոնստիտուտը հավասարը Query selector։ ինչ-որ բան, հետո դրանք նա ուրիշ փոխանցում, normal input-ը պրինցիպի հավասարը array-ով, որ մենք ուզել բան եկենք ինչ-որ բան համ կմենք դրանք input-ի հետ աշխատենք, համ normal input-ի հետ աշխատենք։ Այո։ Իսկ եթե բաներներ անջը այդ նույն բանի լավ փոխել չի խանգարում, շատ փոխանցի համար ինչ-որ բան չի անում։ Դուք խնդիրը ոնց ամենակարճ կոպիտ ասած ամենակարճ ձևով ոնց չգտնես էլ հա սեթերի մեջ իրարա ճիշտ է լավ հա ճիշտ է էդի բայց տարի ոչ բանը չէ չեն ասում կարող ոչ անցնի էդի շատ Վիկտորիա ջան դեկանից դուք մպրծել ենք contains-ով էսա բայց Վիկտորիա ջան ըստ մի հատ բան ենք բաց թողել image-ի class list-ը եթե դու չփոխես նա ինչ է ստացվում Class-ը inactive է չէ Առաջի անգամ կլիկ եմ անում, գալիս տեղ ստուգում է, եթե class-ը contain-ը անում inactive, փոխում է։ Всё, միշտ ինքը ստեղ է մտնելու ու նույն link-ն է դնելու։ Ինչի, որտեղ Վիկտորիան մոռացել է, որ պետք է օրինակ class-ի անունը փոխել։ Всё, լրիվ մնաց։ Այո։ Լավ, փոխոշ։ Ասում լավ, փոխել ծերներից։ Բալեր ջան, դիտողում որոշեցինք, որ contains-ով լուծենք, որտեղ has չէր, contains էր, խաբել է։ Հա? Contains-ը անում է դրա։ Նույն ինչու՞ց է։ Պրոստը տեսեք, ժոր, բայց ստեղ բան ենք փաստող, եկեք շուտ էսել դզենք։ Image-ին, չէ, Գուրգեն ջան, պետք է class list-ով add անեմ, բայց add-էլ չէ։ Ուրեմն նայեք, Գուրգեն ջան, կամ համի պետք է կամ remove անեմ։ Inactive-ը։ Հա։ Տակնի add անեմ, չէ, Վալեր ջան։ Տակնի add անեմ։ Հա, նայ, ասում եմ, եթե inactive-ը, ջնջի inactive-ը։ Հակառակ դեպքում ավելացվի inactive, ճիշտ է։ Չէ՞։ Նայեք, ժողովուրդ, եթե հիմա ինքը այս պահին inactive է, որպեսզի Google Journal-ի մեջ մտնի, պետք է ջնջեմ inactive class-ը։ Ահա։ Եթե այս պահին ինքը inactive չի դիպչում, ինքը պետք է մտնի else-ի մեջ, որ else-ի մեջ մտավ Google Journal, պետք է սարքեմ իրան inactive, որ հաջորդ քլիկի ժամանակ աշխատի այս վերևի։ Հա։ Չէ, Վիկտորիա, պատկերացրիր ինչ եմ ասում։ Հա։ Հա։ Այսինքն ինչ-որ մի պահի քո մոտ class-ը դառնալու էր համ inactive, համ active, չէ՞։
նախորդ կլասդ մնալու է, քանի դու դեռ չջնջես։ Այսինքն նայ, քո ասածը հետևյալն է։ Ստեղ remove-ի տեղը add-անեի։ Ակտիվ, չէ՞, սենց չես ասում։ Էսի չկա։ Ստեղ էլ add-անը inactive, սենց մնա։ Չէ, միշտ նույնի մեջ է մտնում։ Դարել է inactive ու նայ երկու կլասդ է մնաց Վիկտորա ջան։ Հիմի որ մեկն է այս պահին աշխատում։ Ոչ ճոգի։ Всё, միշտ նույնի մեջ մտած։ Ես դրա համար մի հատը վերցրեցի, անջտեցի մի հատ։ Ժողովուրդ, վիկրուչածելը ոնց է աշխատում, շտե բանի։ Կամ միացածը կամ անջատը։ Կամ կա, կամ չկա։ Կամ լուսն կա, կամ լուսն չկա։ դասը դեսի միշտ կլաս իսկ remove ադե իտերա քնփոս բանի բա։ Փոփոխական ֆլագը վատեներ դուրգեն։ Չէ, դրա մեջ մոտավորապես դրա պես է։ Մոտավոր ճիշտ ես։ Թրուն դասում ապորս ու հագարակ ես ջջում ցույց է։ Սարքել ենք, սենց աշխատում է, եկեք մի հատ է ստուգեն, որ վստահել ենք ու մի հատ ուրիշ բան ասել, ժողովուրդ։ Ճիշտ ես։ Ինչի այսքան բարդացնենք, Գուրգեն ջան, եթե class list-ը ունի, մեկ այլ ֆունկցիա, որը կոչվում է toggle։ Image get class list get toggle։ Հա։ Ես կթողեմ ինքը կաշխատի խելոք ու կգրեմ toggle։ Ու կգրեմ inactive։ Հա։ Ասма սիրեմ գա, գուրգուրեմ գա։ Էսի վիճացել է։ Վիկտորա ջան, տեսավ կա կջնջի, տեսավ չկա կավելաս։ Ունիվերսամ է, թերեմատիկ, տես, ինքը իրոք, առանց կատակի, ինքը գալիս է ստուգում է, եթե inactive class, inactive անունով class չկա, որ բանի նշանը դնում ենք մոտավոր, հակառակ, եթե թրու է դարձում ապոր, փոքս դարձում։ Այո, այսինքն ստուգում է, եթե inactive class-ը կա, վալորճա, ջնջում, տեսավ չկա, ավելացնում է, գելանք ստուգենք, Վիկտորա ջան, տեսար if else-ի մեջ գրելու տեղը մի հատ option տեղ գրեցի, թողեցի ես գործը իրա վրա, էլ ես չեմ անում, բան, outcome remove, ճան, էլ չի գրես else-ի մեջ, նայ, աշխատում է, նայ ինքը ինչ արեց, վալոր ջան, եկավ հիմա inactive-ը, մի հատ է կտսնեմ, գալու է տենա inactive կա ջնջելու է, նայ ջնջեց, toggle, հա, ես մեթոդը, դե նայ, եվաղտ կամ սենց էի անելու, ասելու է image get, class list, get add, չէ, get remove, inactive, չէ, մյուս տեղն է պտի add անեի, չէ, վալորջ, ընչի երկու անգամ բան կանչի, որ, հենա մի հատ կանչի պրծել եմ, Չէ, հա, այսինքն փողոցի մի հատ դեպք որ առաջինը բանը ինակտիվ, իսկ միանգամից կաշխատի, որտեղ նայեն ես ինչ եմ ասում եմ կլիկ արել ես, ասում եմ հլա արից դու գիտես ինակտիվ կա թե չկա, հա, եթե ես մինչև այդ փոխեմ, գալու ատենը արդեն չկա, միշտ էլի else-ի մեջ ես գցել, կամ ինչ-որ շատ տարօրինակ ձևով կարող աշխատել, Վիկտորա ջան, դրա համար մենք պետք է մեր ստուգումը կատարենք, ճիշտ նկարը դնենք, հետո նոր toggle-ը փոխենք, թե չէ կազդի քո պայմանը ստուգելու վրա։ Այդ դեպքում արդեն կբարդանա։ Երկրորդ կլասի կարիքը կարող ավելանա կամ 4 կլասի կարիք, ով չմնա արդեն մի քիչ ուրիշ պատմում։ Այս toggle-ը լավ ամենակ, հա, ճիշտ հասցես տալի։ Ժողովուրդ, եթե ունեք մի քանի այդպես դեպքեր, Գուրգին ջան, ընդ 4-ը մի հատ նկարական ես շատ գիտեմ։ Էդի ուրեմն լրիվ տոտալ լրիվ ուրիշ լուծում պետք է դրա։ Դեպի գարում են պրինցիպի կարած շողովը։ Всё, արդեն էլի բնի խուսափես դրանից։ Դրանից ոչ։ Չէ, լրիվ ուրիշ լուծում է, ճիշտ է։ Լրիվ ուրիշ լուծում է պահանջելու։ Ճիշտ է։ Գիտես ռեսետի ոնց կանե, active index փոփոխական կպահի։ Ամեն քլիկի ժամանակ active index-ը կմեծացնի մեկը։ Ու զանգված կունենայի, նկարնի։
Կարծի ինդեքս հավասար է 0-ի, Էլ հավասար է 0-ի չէ։ Image SRC-ին հավասար է։ Array-ի active index-ը։ Գնաց։ ամենական ավելն է, Ոնց։ Ոնց ապետան ոնց։ Հա։ Ժողովուրդ ջան, տեսեք։ Ինչ դուս եկավ։ Ուրեմն ունեցանք class list-ի հետ add-ը, չէ՞։ Remove-ը contains-ը, ճիշտ է։ Contains, չէ՞։ Եվ toggle add-ը ավելացնում է, remove-ը ջնջում է, contains-ը ասում է հա կամ չէ, այսինքն կամ կա, չկա, toggle-ը վիգրուչացելն է, տեսավ կա, կջնջի, տեսավ չկա, կավելացնի։ Այսքանը պարզ է ժողովուրդ։ Ահա։ Հիմա տեսեք, այնքան Վիկտորա մեր հետ է, չէ՞։ Հաջիկ։ Հա։ Ահա։ Հա, որտեվ ստուգումից առաջ եթե դնեմ սխալ կաշխատի։ Այսինքն ավելի շուտ կփոխեր, քան ես պետքա բան ստուգել։ Եթե վերևը դնեիմ, գիտես ինչ կլինի։ Այն որ ուզենաս եթաս տլեց կասեն լուսանջի թե եթաս ռազետքի մոտ որ լուսը բանանես, մեկ է ջոգի սինքտինան ճատացվես։ Հա, հա։ Այսինքն պետք է ես իմ գործողությունն անեմ, նոր այդ ինքը իր գործը անելու է։ Մեջտեղը կանչես ֆունկցիա դեսը կաշխատի։ Իրա միտքը այնա, որ անես դա վերջում, այսինքն ստուգում ես, վերջացնում ես, նոր դրանից հետո փոխում ես։ Հա? Մի վիճակից մյուս վիճակ։ Հա, նայ, մենք ինպուտները գտա։ Կանգնու ինպուտները մեքանիկ ինպուտ կա 3 հատ։ Մի առաջին տվյալը 4 հատ կլաս, ինչ-որ բանի համար, երկրորդ տվյալը։ Ну, սավին մի հատ կլաս կա вообще տվյալ, բայց առաջին երկրորդը միadom 4 հատ, միadom 2 հատ։ Որ ինպուտ կլաս դիսկեն կանում, օպշինները հասկացան։ Մի հատ օպշի կլասը, մի հատ կլասը հանվում։ Այն 4 հատը գտավ, այդ երկրորդի միջի 2 հատն էլ ուրիշ կանոնով է գտնում, չէ՞։ Նորից։ Նորորում ենք ինպուտների Մի քանի հատ ինպուտ ունենք, okay։ Առաջին ինպուտը 3 հատ կլաս օրինակ։ Okay։ Երկրորդը ունի 2 հատ։ Ջանասաղլի։ Այն 3 ու 4-ը ունի մի հատ կլաս։ Okay։ Այդ 4 հատի առաջի կլասն է։ Այն մնացածը տարբեր։ Բայց ծախից է 4 հատ դուրս բանակալ։ Դրանից։ Նույն մենք կլաս դիսկեն կանում, այդ օպշի կլասները մի հատ է համարվում, ինքը էլեմենտ զանգվածի։ Չէ, մի րոպե, դու մենակ մի էլեմենտի վրա կհասկանաս կլաս լիստ։ Դու մնացածին հատ-հատ պետք է անես։ Կլաս լիստներ չի կարաս 10 էլեմենտի վրա մի անգամից կանչես կլաս լիստ։ Ես մի հատի համար կլաս լիստի մի հատին եմ։ Չէ, որ ասի կլասների անուններով զանգված է տալի, դեռ էլ մենք ինպուտ ունենք։ Չէ, sense նայ, հարցին որ դու միշտ Գուրգեն ջան, ստանալու ես մի էլեմենտի կլասներ։ Ինչի է զանգված տալի, Վալեր ջան, որտեղ դու էլի սիրահարված ես։ Բանը, այս ինչի է զանգված տալի, որտեղ մի քանի հատ կլաս դու կարաս մնաս, չէ՞։ Էմի գնացինք դա։ Ժողովուրդ, այս կլասների հետ աշխատելը ամենահարմար ու ճիշտ տարբերակն է։ Հիշում եք դասի սկզբում ասեցի, ես ձեզի երկու հատ տարբերակ ցույց կտամ։ Մեկը որ Վալեր ջան չի կարելի անել, մյուսն է Վիկտորիա ջան, որ պետք է անել։ Ես հələ ցույց եմ տվել ձեզ ոնց է պետք անել։ Ժողովուրդ, այս կլասները իրականում հրաշք են, որտեղ տես իմ համար այնքան խնդիր են լուծում իրար։ Դիք հիշում ես, որ ID-ներին էին կպնում այն խնդիրը լուծելուց։ Հիշա՞ք, որ ID-ներն էինք փոխում, որ գնայինք ճոգեինք նկարած սենցա թե նենց։ Ախպեր ID-ն վտանգավոր բան է, ID-ն չի կարող։ Ոնց որ պասպորտը տանտեր ճաղես կպցնես, չի կարելի ID-ն կպնել։ Կլասը ինչ ախպեր։ Կլասը կջնջես կդնես։ Օրինակ, այն ոչի բաներ են տալի կլասը։ Հա։ Որովհետև փոփոխման ինչ-որ կլասը անօթողի փոփոխել ու այս բան չանի, ինչը բան չանի։ Այդ կլասը ամեն անգամ հասցնում է։
Ես inactive class չունեմ, Գուրգեն ջան։ Չէ, հասկացա, էլի այդ բանը ասում։ Մենք դեռ որոշել որ ես չկա։ Այս անունը ակտիվն է, օրինակ։ Հա, ջուրգեն։ Ունենք եւ չունենք, դա ունենք այս անունը ինչ որ նկարով դիփոխեն սարին տան ունենք ու չունենք էլ մենք ավտոմատ սրա մեջ ենք։ Յակա յա չկա։ Յակա չկա, էլի։ Այո։ Հա։ Չէ, ID-ին չի կարելի կպնել։ ID-ին վտանգավոր է։ Դու պասպորտը տանթդ ոնց որ տանես կորցնես Վիկտորիա ջան, հետո հետ բերես պասպորտ։ Չէ, նույնը չի։ ID-ին մի հատ է կլասը լիքը, որն է ավելի լավ։ Դու չի կլաս կորցնես, քան թե ID։ Ճիշտ չէ՞։ Այնանից շատ ունես, կլաս շատ ունենաս։ Հա, բաց, եկա ամեն անգամ պասպորտ սեղանը բաց չէ։ Հա, Վիկտորիա ջան, այստեղ հարցը կոպիտ ասած, սենց բաները միշտ են կլասներով անում, ժողով, տեսել ասեմ։ Այսինքն երբեք չգնաք ուրիշ լուծումների վրա, որտեղ միշտ կլասով են անում։ Բացատրեմ ինչու։ Որտեղ կլասը հեշտ է, add անել, ջնջել, toggle անել, հա, ստուգել կա թե չկա։ Տես Վիկտորիա ջան, իր մեթոդները այնքան շատ է, նայ ինչքան 4 հատ մեթոդ ուներ, շատ հարմար, չէ՞ մեր համար։ Այդ մեթոդները կոպիտ ասած ստիպում են մեզ, որ մենք ավելի շատ օգտագործենք իրանց նմանատիպ խնդիրներ լուծելուց, որտեղ մեր գործը միանշանակ ահա որ հեշտացնում, հա? Դու չէ լավ, ոնց է ֆակտի։ Ես վերջի գիտեմ դիտակում։ Այն մոդալապես պատկերացնում։ Հիմա լավ բաներից արջ խոսամ։ Չէ, ես ասեմ ինչ ես այդ ամուսը բարձր դու պատմի, այդ ջնջելու բախտը փոխելու բախտը, հենց այդ փոխելը, այս նկարը փոխի։ Դա մոդալապես բանը։ Լավ։ Ժողովուրդ, եկեք սրա հակառակ երկրի հակառակ կողմը, չէ՞, ոնց է դրա։ Հա, որը որ չի կարելի, հարցս տա։ Նայ, չի կարելին ես եմ տենց անվանում, տիկ ջան, իրականում եթե ֆունկցիոնալ կա, որը որ տրված է ձեզ, հա, որ դուք հնարավորություն ունեք այդ ֆունկցիոնալից օգտվել, բնականաբար դա կարելի է, հա, չի կարելին չեմ ասում, որտեղ դա լավ պրակտիկա չի։ Պնտի է, էլի։ Նայ, ապրես, հիմի նայ։ Ես օրինակ կնախընտրեմ, տիկ ջան, CSS նախ չգրեմ JavaScript-ի մեջ, ասեմ ինչի։ Վիկտորիա ջան, հերիք չի, մենք սկսել ենք JavaScript մեջ HTML գրել, մի հատ գրենք CSS։ Իմ ասած էլա, որ JavaScript-ի մեջ չգրես CSS։ Կլաս տուր, կլաս դիր, ավելացրու, ջնջի, կորցրու, ստուգի, ինչ ուզում ես արա, բայց կլասով աշխարհ։ Այսինքն կլասը Գուրգեն ջան, արի նախորդ սարքի։ Նույն բանը ինչ որ պետք է գրես style վիդեոհավասարել գոհապիքսել ու բլա բանը, կարող դրես ես հավասարել գոհապիքսել ու դες բանը, դες գտնես ու ասկետ կլասը կենտրոնացնելն հավասարը սրա։ Հիմա եկեք ես անձամբ ինչ էիր ասում Վիկտորիա ջան, հեսա օրինակը դե։ Էս էդի հաուզում եմ ցույցտամ չեն թողում ինադու։ Հիմի որ տենաս, չէ, բալերը մի կողմից է ծերս բռնեք, ուրգենը մի կողմ, չեն թողում կրեմ։ Հիմի նայ, իմիջ կետ։ Չան։ Հա, նայ ոնց է։ Նայ սաղ ջնջեցի։ Հիմա ինչ եմ անում, ասում եմ նկար ջան, քո border-ը, style get border radius Դա տենում ես, սպասում է։ Դեպի չագերտների մեջ գնալի բան որտեղ Իմ հիշելը հետո տարավ է։ Հեսա։ Դրան խապում։ Սեքսեսումը դες չի, ճիշտ է։ Բայց HTML-ը մենք բան չենք անում, ստայք է Արվիդը բան չագերտների։ Ձոնը լեռնի, ինեն HTML-ն է, ինը CSS-ն է, բերեսի JavaScript-ն է։ Ես հիշում եմ։ Դեռ դենք եմ։ Ժողովուրդ ջան, դրա համար ասի չագերտների։ նայ, երբ որ
նայեք, երբ որ դուք CSS-ով եք border radius տալի, գրում է border մեջտեղի radius-ը հավասար է ենթադրենք 20 պիքսել։ Բայց մի մոռացեք, սա JavaScript է, ժողովուրդ։ JavaScript-ում հավանաբար ինչ է։ Հա, նայեք, ժողովուրդ, տեսեք։ Այդ border radius, իրականում սա ցույց եմ տալի, բայց պետք է չի որ օգտագործեք, ես կատեգորիկ դեմ եմ այս բաներին եմ։ Border radius-ը հավասար է խոսքի 20 պիքսել։ Ես կարող դաժե չգրեք, ես ցույց տամ, որ իմանա։ Հիմա նայեք, Վալեր ջան, չունեմ բացարձակապես ոչ մի կլաս, border radius-ը հավասար է 20 պիքսել, image, նայ, ամեն հատկության համար ես ասես պետք է գրեմ, image get style get color-ը ջան ոչ մի։ Ես ուտես դեպք չգիտեմ, Վալեր ջան, որ դու չես կարող այս ամեն ինչը չերես CSS-ի ակուրատնի անել։ Հա, հեսա ցույց տամ ինչի, հա։ JavaScript-ի քելիքի ժամանակ փոխող կլասներ քելիքի ժամանակ գրեթե թողնեք դրել։ Հիմա ինչ եմ արել։ Մի հատ border radius եմ փոխել 20 պիքսել քլիքի վաղ ու width եմ տվել 200 պիքսել։ Հիմա եկեք սենց նայենք մի հատ ակուրատնի նայենք դրանք ինչ անում նոր, հաջող։ Մի օրինակ Տեսա՞ր ինչ եղավ Վալեր։ Վիկտորիա ջան, տեսա՞ր, չէ՞, CSS հատկությունների վրա իր համար մի անգամից ազդեցի։ Չէ՞։ Ահա, բայց ինչն էր ձեզ խանգարում ժողովուրդ։ Սարքել մի հատ կլաս, որը կլներ pretty image, խոսքի։ Pretty image կսարքեք, տիկ ջան, կգայք ասեի border radius-ը, չէ՞։ Մեր սովորական CSS radius։ Էլեմ չի դες փնտի բաները, այս փնտի չէ ժողովուրդ, բայց ինչ էր յան։ Width-ը կտամախտել 200 պիքսել, ինչ, յան ինչ, այս ինչ էր։ То есть սա հեսի գրանոցը կջնջեմ, կասեմ image, get class list, add, ինչ էի տա, pretty image, եթե համ CSS-ից copy կանեմ Վալեր ջան, կլասը կտամ։ Վիկտորիա ջան, սա է գեղեցիկ ու կոկիկ ավելի թե նա։ Բնակալաբար սա։ Այ ապրես, նա կրկնակի օգտագործման տարբերակ է չէինք ունենալ, ճիշտ է։ Հիմա ես չեմ դու ես, տիկ ջան, հիմա որը կօգտագործի։ Որ ասում է չի կարելի սրա վրա, ես ասում եմ։ Ժողովուրդ ջան, տեսեք, հավլիցի կարա դեպքի մի ժողովուրդ, որ պեսան վրազեկու հավես չունեք գործանում, կարա դեպքում։ Բայց օրինակ ես որ դες կոդ տենամ, կջոգ եմ, որ ախպեր զուտ այդ մարդը հավես չունեցի գործանել, դրա համար դες կրեմ։ Հա? Չէ, Վիկտորիա ջան, մինչև գնաս ընդ կլաս սարքես, գաս ստե ադանը։ Իրականում ճիշտ է, բնականաբար, ինչքան դու կոդգիտությանը վազես, այդքան հեշտ արնելու քո համար այդ աշխատանքը։ Դա զուտ ամփոյցություն։ Համբարն համ, կոդիկա համ, բայց ամեն պարագայում ես այդ եմ, ես դրա համար էի ասում, ես չգիտեմ այդ ինչ պարագա պետքա լինի, որ ես գնամ Վալեր ջան, ինչ ամ։ Հա, զուտ իմացեք ժողովուրդ, որ այդ տարբերակը կա։ Get style get yes-ի մի։ Get style get yes-ի մի, ինչ sense։ Քերելով գնացեք։ Այապես, բայց հիմա նայ, մի հատ ուրիշ տարբերակ է կա, դիքտը։ Հիմա եթե դու ուզում ես այնց անես, որ քլիքի վաղ նկարը կորի, որը չէ, սի օգտագործվելու է Google ջան, այս շատ կարևոր բան է։ Չէ, սի մնում։ Այապես։ քելիկան հան դեռ մտքերս սարքենք այդ image-ի display-ն անը, Ուրեմն show display block get height սարքեմ մի հատ է Վալեր ջան, display-ն է։ բայց այդ նույն style-ով, Կամ ուրիշ բան ասեմ։ չեմ կարող display-ը։ Կանա։ Իսկ ես ինչի sense չանեմ, height class սարքեմ, որի display-ն է։ պետք գա, հասկացա։ Չէ, էլի պետք գալը չէ, հեշտ չի Գուրգեն ջան, class list get toggle ու էսի խոսք։ Հա, Նո toggle-ը չի աշխատել, ստե կարամ զուտ add անեմ, որտեղ նկարը կոլավ ինչին ես կլիկ անել։ Հա։ Նայ։ Հոպ։ Բայ։ Էսի ավելի հեշտ չէ Վիկտորիա ջան։ բայց հետո հետ Իրան զուտ չեմ կարողանալու գտնել որ կլիկ անեմ, թե չէ որ կլիկ անեմ հետ կգա Գուրգեն։ Զուտ այդ աշխատիր է։ Հետո
Բայց այդպես ինչ-որ տեղ գտնես, օրինակ։ Քրիստոնես դեպի։ Պիտի 10 կիլոգը չարտես դեք։ Բայց հա, նայեք, Ժողովուրդ ջան, եթե օրինակ ես խնդիրի ես ուրիշ ձև անեի, որ մի հատ է բաթոն ունենայի, Հա բաթոնի վրա մեկ կլիկ բաթոնի վրա կլիկ անելուց կանեի այդ նույնը։ Կամ այստեղ գրեմ ոչ թե մի հատ image գտնենք, մի հատ բաթոն է, չէ՞։ Button. Query selector button. Կասեմ button ջան, քո որ add event listener click, ես image-ին ձեռք չեմ տա, всё։ Add-ի տեղը կգրեմ Վիկտորա ջան toggle, որ button-ին click անելուց hide-ը կորի, ավելանա։ Hide-ը ինչ էր անում, ուղղակի value ջան, փոխում էր display-ն ան։ Բայց երբ որ դու hide-ը հանում ես, Գուրգեն ջան, ինքը հետ է գալ իր նախնական class, ապշուտ իր նախնական display։ Okay։ Այդ ինչ լավ եղավ։ Հա։ Որ ջնջես որտեղից հանես, ինքը չի կարողանալու գտնի քրիստոնեի ժամանակի քեշ։ Իսկ հիմա ցույց տամ style-ով լուծումը, բալը։ Image get style display Ինչ պետք է ստուգեմ, եթե հավասարանան սարքի բլոկ Դուրա գալի ձեզ այս լուծումը։ Վիկտորա ջան, մի տողանի լուծումը կընտրեր, թե այս մեկը։ Բնական, բայց ինչ եղավ յան։ Աշխատելու է ժողովուրդ ջան, մեզ չի աշխատելու, նայ։ Աշխատում աղբյուր, բայց այս զիվիլը ջնջում եմ էթա այս պայտարակությունից։ Դու մեր կլասը կա, ջնջում է, չկա ավելացնում է։ Հա, տեսեք ինչ լավ դաս էր։ Լավն է։ Հա, բավականին ահագին բան ինքը այդ if-else-ի լոգիկա, սա իր մեջ ներառում արդեն էլ քո համար ավելորդ բաներ ստուգել գրել ինժելու կարիք չես ունենալ, էլ։ Իհարկե, ես միանշանակ կողմ։ Եթե ժողովուրդ ջան կա այդպես պատրաստի ֆունկցիան, ես ու չեմ ասում մի օգտագործել։ Okay, այս էլ իմացանք, չէ՞ ժողովուրդ։ Տեսեք, ես տարբեր, տեսեք, ես ձեզ չեմ ստիպում, ես ալտերնատիվներ եմ անում, բայց հանկարծ մեկի տնային ձեռիցս չեք։ Ես ձեզ ամեն դեպքում ցույց տվեցի երկու տարբերակներ, ժողովուրդ։ Երբևիցե որ վաղուց որ ուրիշ տենց կոդ տենակ չզարմանաք ինչի է տենց արել։ Դուք գիտեք դրա լավ ձևորն է։ Չէ, ես չեմ սպառ։ Մի նայեք, ժողովուրդ ջան, մի հատ ուրիշ բան ասեմ։ Մենք բացի query selector-ից ունենք query selector all, չէ՞։ Ինչ էր անում ինքը։ Գտնում էր, բալը ջան, մենակ այս query selector all-ի վատը գիտես ինչն է։ Selector-ներին պետք է սարսափելի զգուշ լինես։ Ինչի։ Որտեղ։ Տիկ ջան, եթե դու ունես այստեղ input-ներ, Ավ է։ Ու ունես մի հատ ուրիշ խնդիր, input 1, 2, 3 Կարամ ID տամ։ Չէ, ID կարևորությունը դրա, որտեղ ID գտնվեր, այդ input-ները երկու դեպի մեջ input-ները կարող է լինել միտեղ։ Ոստան։ ID չի դնում, եթե դու կոնկրետ այդ ID-ով ես կանչել իրան, այդ ID-ի մեջ input-ները, ինքը կողքինի չի դնում։ Իհարկե։ Ինչ պետք է ասեմ, Գուրգեն ջան, ասեմ input-ի մեջի։ Մեջի input-ներ։ Նայեք։ Սաղ օբշի ուզմա բազմա պատկած ժողովուրդ ջան, 6 հատ input կա։ Քանի հատնա մեզի բերե 3 հատ։ 1 2 3 Ինչի, որտեվ ես ասել էի, որ գնա մենակ ինտերֆեյսը վերցա Հիմի եթե ես ես չնշեի, որ input-ի մեջին է,
Ինքը բոլորը ցույց կտա 6 հատ։ Ինքը համաձ вообще ինքը դու ասել ես իրան ինպուտները բեր։ Ուր դու ցելի կգնա կգտնի կբեր։ Լավ խոզարգույա ինքը լուբոյ տեղից գցնելու է։ Եթե սկիզբը չես ասի, ինքը ամենասկիզբը։ Յոթ Առաջ ոնց որ սկիզբնի ու կոնկրետ մեջին։ Իշ գտնի։ Բացարձակ։ Հəmi օրինակ ցերի պարակի ջերբար բանունենաս այգին օրինակ։ Ելբար մեծ կդորա։ Եթե ասես կդոր առաջինի ու ինչ-որ բանանոցած, մենակ կդոր առաջինի։ Վստահ դենես, էդի քո գարանտիան։ Որ կդոր առաջինի չնշես, այն կդորի միջին։ Այո։ Էսի միշտ մեր գարանտիան անելու ժողովուրդ, հա։ Նայ, Վալեր ջան, կա query selector-ը։ Վիկտորիա ջան, ինքը ինչ ձևով է բերում, հələ եկեք մի հատ այս կլասին ավելի ուշադիր լինենք, էլի։ Սա սովորական զանգված է, ու գին։ Հա, մի քիչ դեպի ինքը իր հավելյալ ֆունկցիոնալներն ունի։ Ինչ Վիկտորիա ջան, չլսեցի։ Այո, query selector all-ը տալիս է բոլոր էլեմենտները։ Query selector-ը ուղղակի գտնում է միայն ու միայն մեկը։ Վալեր ջան, որ մեկը առաջի պատահած։ Մի վարքան կներեք, ժողովուրդ։ Պրինցիպի առաջինը գտնի նոմը կարասենքի հաշտալ մեկ չգիր։ Կներեք, չլսեցի վերջի հարցը, ինչ էիք հասնում։ Չեք հիշում։ Լավ, դուք գիտեք, հա։ Առաջինի տարբերությունն է selector-ը։ Հա, օքեյ։ Հիմա ինչն է ասած է ժողովուրդ։ Ոնց որ կա query selector-ը, Վալեր ջան, նույն ձև կա query get elements by class name։ Այսինքն արի սրան class տանք Վալեր ջան։ Գրենք բան, փոքրիկ input-ներ։ Փոքրիկ input։ Ու էսի տամ մի քանի էլեմենտի։ Սրան։ Այո։ Նա ինչ եմ գրում։ Էսի գրում եմ սրա տեղը, էսի ջնջում եմ, այսինքն ամբողջությամբ լեսում մոռացա։ Այսինքն document-ին խնդրում ենք, որ գնա get elements։ Նայեք, ուշադիր եղեք, elements հոգնակյով, by class name։ Սա նշանակում է, որ նորից մենք գործ ունենք ոչ թե մեկ, այլ մի քանի էլեմենտների հետ, այսինքն կոպիտ եմ ասում, զանգվածի հետ գործ ունենք, հա։ Գրելու ենք փոքրիկ input-ը պետք է տանք, այո։ Նույն կլասը պետք է ունենանք։ Աջան։ Չէ, տարբեր կլասներ չի կարող։ Հոպա, նայեք փոքրիկ input։ Այո, իհարկե։ Լրիվ նույն query selector all-ի պես։ Կլասնեյմ էլեմենտ չի վերադարձնում։ Կլասնեյմ ուղղակի ինչ-որ էլեմենտի կլասնին է տալու։ Երբ որ արդեն ունես կլաս։ Մի էլեմենտի մասը։ Կլասնեյմը մենակ մի էլեմենտի վրա է աշխատում։ Հա, ինքը վերադառնում է զանգված, բայց աշխատում է մի էլեմենտի համար, իսկ ես Չէ, մի շփոթ։ Get elements by class name-ը սա ուղղակի մեթոդ է, ոնց որ query selector all-ը։ Դա class list-ի հետ вообще կապ չունի։ Լրիվ առանձին բանում է։ Հա, class list ուղղակի մի էլեմենտի վրա հատկություն է, հա, մի էլեմենտի վրա։ Վիկտորիա ջան, քո հարցը ինչ էր, որ ասում էր կլասները։ Ինչի իմաստը, չէ, օրինակ ես class list query selector all-ի հետ ես։
Հա, նայ, սա ինչ է, սելեկտորա, չէ ուղղակի։ Սելեկտորա, չէ, սա կլասի անունն է։ Ես այստեղ Վիկտորիա ջան, կարամ ստորակետով նշեմ մի քանի կլասներ։ Այսինքն, այն նրանք, որոնք ունեն փոքրիկ input եւ, չգիտեմ, ինչ-որ new, օրինակ։ Հա? Մի շփոթեք ժողովուրդ ջան, class name, class list ու այս query selector by class name։ Սա poist է անում։ Ու կարաս Վիկտորիա ջան, ստորակետով նշես քո list-ը։ Ստորակետ new եսի մի։ Հա? Նայ, սա poist կանոնն է։ Get elements by class name, query selector role։ Մի տարբեր դասերի բաներ են։ Այսինքն get elements by class name, query selector all, get element by ID, Էլ ինչ բարձր, ոնց որ դրանք էլ այդ շարքի դուբոյ բան ժողովուրդ ջան, նախատեսված է էլեմենտներ գտնելու համար։ Թե դու այդ էլեմենտների հետ Վիկտորիա ջան ինչ կանես, այսինքն ID-ն կփոխես, ատրիբուտների հետ գործ ունես, կլասը ինչ է։ Input-ի ատրիբուտ է, էլեմենտի ատրիբուտ է։ Այսինքն դու նախ պետք է գտնես այդ էլեմենտները, որ հետո կարողանաս իրենց ատրիբուտների հետ вообще աշխատես։ Չէ՞։ Ահա։ Այսինքն մի շփոթեք այդ երկու երևույթները, էլեմենտներ գտնողը ու էլեմենտի input-ի ատրիբուտների հետ աշխատելը, դա լրիվ տարբեր գործընթացներ են։ Հա? Երկու տարբեր ճյուղեր։ Պատկերացրինք Վիկտորիա։ Մալադեց։ Ահա, ժողովուրդ, շատ լավ է, աղվորի։ Հիմա գնացինք։ Եկեք ավելի պրակտիկ հանձնարարություն լուծենք։ Okay. Հա? Խոսքես տալի Վիկտորիա։ Նայ, հա։ Okay, Վիկտորիա ջան, դուրս է։ Հանձնարարությունը ժողովուրդ ջան, հետևյալն է։ Հիմա տեսեք ժողովուրդ ջան, հանձնարարությունը հետևյալն է, որ պետք է բանից մի հատ բաթն ունենանք, որը կբացի prompt։ Prompt-ը բացվելուն պես Բաթեն կլիկարել, prompt։ Մեկ բաթն է խոսքի, գերացը չգիտեմ, բացիր ինձ։ Չէ։ Բացիր ինձին, սխտում ես, բացվում է մի հատ prompt։ Բայց դի կարա Դա կարամ գրել։ Բաթն։ չէ, ինչ է գրել, չէ։ Թեք չագրետը բրի, դու պահանջի գրի։ Հա, okay, բացել prompt, ժողովուրդ, բացել prompt, button in, click անելու, հա, հա։ Որից հետո prompt-ում լրացված լրացված արդյունքը prompt-ում լրացված արդյունքը բաժանել, շատ հեշտ խնդիր է, իրականում երկար եմ πάρում, բաժանել այս նշանով, այսինքն կոպիտ եմ ասում, այսենց բան է ստացվելու, գրելու է մեկը 200, հա, գրելու է մեկը 200, 400, սենց, հա, ապրես, խլիք ես անելու այդ նշանով, առաջին մասը Գուրգեն ջան, վերցնենք որպես with, ինչ-որ էլեմենտի, երկրորդ մասը որպես height։ Անշուն ինչ գրել, Պարտադիր չի, միջորնակ մի հատ div ունենանք, ստեղ, նայք ինչ է, div ունենանք, value-ը, որը ի նախնական with-ը ու height-ը 200-ը կամ 400-ը 400-ի վրա է, հա, 400-ը 400-ի վրա մի հատ էլեմենտ ունես, նախնական իրա կլասը տենց է, օրինակ չգիտեմ, գրել եմ ստեղ կլաս main div, կամ օրինակ չգիտեմ ինչ-որ մի բան, որովհետև 400-ը 400-ի վրա է,
Չէ՞։ Ահա։ Բայց Վալեր ջան, հենց մեկի կտացրեց այդ պրոմպտի, բաթոնը բացված, չէ՞, թե մի հատ բաթոն ունի այստեղ վերևը։ Ահա, բաթոնին որ քլիկ արես բացիր ինձ, բացիր։ Բացիր։ Պրոմպտի մեջ լրացնես թեյ, խոսքի 400/200։ Պետք է ունենաս input, վիտը 400-ով, հետը 200։ Չեմ կարծում։ Այն բանը դիմի մեջ մետրոնտի դրաստվել դիմի Առաջի թիվը ելնելու ավիթը երկրորդ թիվը թեյքը հեշտ բան background color div-ի չափը նայ div-ին Վալեր ջան այս main div class-ին տալիս եմ width 400 pixel hey 400 pixel հա որից հետո կդամ просто background color չգիտեմ ռոզվե մալինովի այստեղ կա ռոզվե մալինովի գույքը այս ռոզվե մալինովի div է Այս այլ էսենց էս բացիր ինձին որ սխտեմ, պրոմպտը բացավ, թվերը գերի, սրա չափուրը պետք է փոխվի։ Հենց պրոմպտը փակվի։ Երկու դաշ չեք ասում։ ಎಷ್ಟು ಪ್ರಾಣ ಬಯಸ
Ես բան արեցի, ես միշտ բան եմ գրել։ Ես մեջ չափ Տելաս եմ տվել, դիք չեմ հետ։ Main div-ին ես default-ով բաներ եմ տվել։ Просто նայ, հավասարայլենի 0.1 բանը չէ, просто ես ուզեցա ունի ձեր Просто ես ուզի ուրիշ բան սարքեի, օրինակ ես ուրիշ կլաս սարքեի, այդ կլասի դիքնոքեի ոնց կրա ես իմաստը զանգվածի զրով մեկ է բան սարքեի, просто դիրեի զրով Հա, նա ինչ է կատարում, շորդ, ես խնդիրը ես պրինցիպի կարայի գրել, просто ես ուզեցա մի քիչ CSS-ի կլասի պարամետրերը տարի զանգվածի զրոմու մեկը Սենց ասեմ, ժողովուրդ, նայեք, անհնար է Գուրգեն ջան իմանալ, թե յուզերը ինչ չափեր կգրի։ Ես չեմ կարող, Վալեր ջան գնամ, այդքան կլաս սարքեմ։ Ես այս օրինակը ինադու բերեցի, որ ինչքան էլ որ ես ասում եմ, ժողովուրդ, չի կարելի կլաս չսարքել, գնալ ստայլով բաներ տալ։ Վալեր ջան, նմանատիպ դեպքեր անխուսափելի։
երբ որ դու չես կարող այդքան կլաս սարքես։ Մենք ֆրոնտի գիտենք նշանը բան, բայց ինչ է այդ նշանը մնացել ֆրոնտի հատուկ որակավորություն կոպիդացիա գրելու բան։ Պետք է ստուգվեր լիքը բան։ Պետք է ստուգվեր թիվա դրե, թիվ չի դրե, վալրջան, սելեշ դրելա չի դրե, ախպետ, արդյոք երկու թիվա դրե, թե չի դրե։ Լիքը բան պետք է ստուգվեր խնդիր անել, հա, բայց նայ, ինչ էր կատարում, չէ, վալրջան, արի մենք դրես խնդիրը լուծենք։ Շատ բան է, հա, զուտ կարող է երևի չես կոչեի բանանը, որ կողմից ասել։ Վալրջան, բացում եք տան, նատը կենան դիվս գտնեմ, չէ։ Դիվը կարած կլիքի մեջ Պեկա նույն դիվն է։ Զուտ դրամ է, էլի որ։ Բա հա, բայց իրական ճիշտ է։ Մեին դիվը կլասով, չէ։ Բացոնի վրա, քելիք անելուց։ Ժորդ, ինադու բերեցի ես խնդիր, վալրջան, ջոգիր, չէ, որ պախկար, որ չէի կարա ես արդեն, ուրիշ տարբերակ չունեմ, ոնց անը, ես այդ չապերի համար ոնց կարամ տիքջան կլաս սարքեմ այդքան, կամ ես ինչ գիտեմ ինչ չապերին գրել, div get style, չէ, վալրջան, սենց չէի անում, get, արակ ես անում, style get width, հավասար է, ալա պրոմտը չեմ բացի տղի, constant, չէ, value-ը խոսքի, հավասար է, պրոմտը բացեցի, վալրջան, երեք չապերը, պետք է սպլիտ անեմ բանով, սլեշով, հա, կերածը սպլիտ արեցի սլեշով, զանգվածը ունեմ, 0-երորդը, վալրջան, համարեն վիտը, div-ի, style-ի, get date-ը, պլուս պիքսել, չէ, նայ վալրջան, 200 պիքսել, չգիտեմ, 225 պիքսել, ներգնանք տեսնենք իսկ է, բացի ինձ, կերմեմ, 346-ը, սլեշ 235, գրանք ստուգենք վալրջան, չապերի ճիշտա դերը թե չի, նայ, 246-ը 235-ի վրա, նայ ինչա կատարվում քո տված կլասի հետ, երբ որ դու style չափեր կամ յուրաքանչյուր CSS հատկություն, որը որ տալիս ես Gurgen ջան style-ի միջոցով, դա ավելի priority-ով բարձր է, քան կլասով տվածը վալուրջ։ Այսինքն նայ ես CSS-ում նորմալ սիրուն տվել եմ, բայց ախպեր հեչ էլ եմ տված։ Ես դաժե երկուսն միաժամանակ մխածել էի Gurgen ջան, մեկը style-ին էր ասել։ Style-ը իրան համարվում է ավելի մոտ ու հոգի հարազատ կերպար, քան կլասը։ HGHT տեսակ ժողովրդյան, պալուչայցը, որ իրենց չի, որ ես ասում եմ խոսքի դա չի կարելի օգտագործել, դա միանշանակ տենց է։ Կան պալյուբոմու դեպքեր, ես մի քանի հատ դեպք բերեցի, որ դա խոսքի ասենք ինչ էր, yani ոնց կարելի է այսի սենց լուծել եւ այլն, բայց մետաղ բերում եմ դրա հակառակ օրինակ, որ դեպքեր կա, Gurgen ջան, որ ախուսափելի է դա։ Հա, այսինքն դրա համար մենք երկու ձևն է պետք է իմանանք, ոնց ենք չերես style տալիս ու ոնց ենք չերես կլասների աշխատում։ Բնականաբար վալրջան, եթե սենց վատ դեպքեր չի մեր մոտ, որ պետք է դինամիկ չափեր, մափեր տանք, եսի մինչեր անենք, այդ վաղ կօգտագործեմ կլասի տարբերակը, չէ վալրջան, բայց կարող է մեկը բան կա, input կա type-ը color, հիշում եք, ես մի կարող է div էի, լավ, վետի տնային կտամ,